Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմին առաջնախաղ է աշխարհի ամենասիրուն ջրահեղձը։ Ցանկացած տղամարդոց ամենագեղեցիկն էր, ամենաուժեղը, ամենաառնականը։ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման հիմքում ընկած է մեծ երազանքներ ունենալու, կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու, միապաղաղ առօրյային վերջ դնելու, ինչպես նաև միասնական ու հոգատար դառնալու գաղափարախոսությունը։ Մենք հասարակությանը ուզում ենք տալ մի այսպիսի ուղերձ, որ պետք է միշտ երազել, պետք է ինքդ քո համար սահմանես նշած օղեր եւ կարողանաս հասնել այդ նշած օղերին, պետք է միշտ ձգտել ավելիին, չսահմանափակվել ունեցածով։ Պատմվածքը պիեսի է վերածել Արինե Արարատյանը, բեմանկարիչը Նելի Բարսեղյանն է, զգեստների ձևավորումն իրականացրել է Լուսինե Խաչատրյանը։ Կարևոր է, որ մեր Մկրտչյան փոքր բեմում լինեն այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Ջորջ Օրվելը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, եւ լինի նոր մոտեցումներ ու նոր ձեռագրեր, այսինքն այդ բեմի նպատակը այն է, որ նոր պիես գրվի, ինչպես եղավ Բոհեմը, նոր ռեժիսոր, նոր նկարիչ, նոր երիտասարդներ, նոր մեկնաբանություններ եւ հիմնականում փոքր բեմում ծնվում են այնպիսի աշխատանքներ, որոնք նաեւ մասնակցում են եվրոպական փառատոնների։ Դերասանների խոսքով այս աշխատանքն առանձնանում է իր ձևով ու խաղաոճով։ Ներկայացման փորձերը սկսվել են անմիջապես բեմում կերպարները կառուցելով ոչ թե տեքստից, այլ շարժումից, ինչը ժամանակակից թատրոնում նոր մոտեցում է։ Մենք սկսել ենք կերպարները մարմնավորել ոչ թե տեքստից, այլ շարժումից։ Սա շատ յուրահատուկ նորություն է եւ ժամանակակից թատրոնում սա ձեռագիր է, որ ուրախ ենք, որ մենք թատրոնում նույնպես կունենանք այս մոտեցումը։ Ներկայացումը տպավորիչ փորձ է խոսելու լռության միջոցով եւ հիշեցնելու, որ երբեմն ամենամեծ փոփոխությունները սկսվում են ներսից։ Կենթանի մարդը իր դիմացինի նկատմամբ կամ դիմացինի ներսում փոփոխություններ շատ հեշտությամբ կարող է անել, հա, խոսքով, գործով, իսկ այստեղ խորհրդանշականը այն է, որ մենք հանդիպում ենք ջրահեղձի, որը իր գեղեցկությամբ, իր արտաքին տեսքով կարողանում է այս հասարակությանը վերափոխել, այսինքն լռելով, չխոսելով, ոչ մի առարկ չանելով։ Սա Աճեմյանական փոքր բեմին Մարկեսյան հերթական ստեղծագործության բեմադրությունն էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքով խաղացանկի ընտրությունը հաճախ կատարվում է նաև հանդիսատեսի նախասիրությունների ուսումնասիրության հիման վրա։ Այս ընթացքում թատրոնը նաև սկսեց հանդիպել դպրոցների հետ ու հասկացանք մի կարևոր բան, մենք հարցեր ենք տալիս, թե ինչ երիտասարդություն, աշակերտները ինչ կուզենան ընթերցել, եւ հենց այս աշխատանքը Մարկեսը երիտասարդների կամքներ, ինչպես նաև դպրոցները շատ խոսեցին Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մասին եւ կարծում եմ առաջիկայում թատրոնը կանդրադառնա նաեւ Ագաթա Քրիստիի Սպանություն արևելյան ճեպընթացում գործի մասին եմ խոսում։ Հիշեցնենք, որ Գյումրու թատրոնը օրերս առանձնացել էր Արտավազդ մրցանակաբաշխությունում։ Թատրոնը վերադարձել է 3 մրցանակով, ընդգծելով ստեղծագործական թիմի շարունակական աճն ու հաջողությունները։ Առաջինը կուզենամ նշել լավագույն զգեստերի ձևավորումը Լուսինե Խաչատրյանը երկար տարիներ աշխատում էր թատրոնում եւ բազում ներկայացումներ էր բեմադրել, բայց Արտավազդի երբեք չէր արժանացել եւ անչափ ուրախ եմ, որ հանձնախումբը նպատակահարմար էր գտել, որ Լուսինեն պիտի արժանանա այդ մրցանակին։ Առանձնահատուկ էր նաեւ Անի Ռաշոյանի մրցանակը, որը որպես 1 տարի որ մենք ընդհանրապես համագործակցում ենք, գյումրեցի նկարչուհի էր Անի Ռաշոյանը, որին առաջարկեց Հասմիկը Սուվայրյան, որ հրավիրենք աշխատանքի համատեղ եւ 2 ներկայացում բեմադրվեց իր ուժերով, որպես նկարչական ձևավորում, մեկը երկարակուպա Պեպին էր եւ 3 անունով մի աղջիկ, մրցանակի նույնպես արժանացավ Անի Ռաշոյանը եւ երրորդ մրցանակը հրավիրված ռեժիսոր Մերի Մարկարյանի աշխատանքներ, տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր անվանակարգը նույնպես Գյումրին հաղթեց կոստյումով տղամարդիկ ներկայացումը։ Թատրոնը որդեգրել է ակտիվ ստեղծագործական քաղաքականություն, ըստ որի գրեթե յուրաքանչյուր ամսվա վերջ նախատեսվում է նոր ներկայացման պրեմիերա։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։